ուժեղ հայեր, ինձ համար մեծ պատիվ է լինել մասը Հայաստանի համար այս նշանակալի, այս պատմական պայքարի, կրել դրա բոլոր դժվարությունները և ձեր առջև կանգնել բաց ճակատով։ Մեկ տարվա ընթացքում մենք ունեցել ենք շատ հետաքրքիր տարի, ամեն օր մի հետաքրքիր մարտահրավեր, մի հետաքրքիր խնդիր, բայց բոլոր խնդիրները հաղթահարել ենք պատվով և դրա ապացույցը այն է, որ բոլորս իրար հետ այսօր Հանրապետության հրապարակը ողողել ենք դրական էներգիայով։ Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է, 4 օրից հանրաքվե երկու բանի մասին, շարունակում ենք այսպես, շարունակում ենք թույլ մնալ, շարունակում ենք թույլ տալ հարևաններին օգտագործել մեզ, թե կանգնում ենք և մեր մեջքը ամրացնում և սկսում ենք զարգանալ։ Հանրաքվե է նրա մասին, թե թույլ ենք տալու փոքրիկ խմբակի պարտված ղեկավարին, թողել, որ Հայաստան մտնեն ադրբեջանցիներ, թե պահելու ենք մեր հայրենիքի վերջի մնացած հողը հայկական։ Հանրաքվե է նրա մասին, թե թույլ ենք տալու մեր եղբայրները Հայաստանը լքեն աշխատանքի համար, Հայաստանը լքեն ավելի լավ կյանքի համար, թե վերակառուցելու ենք մեր քանդած երկիրը և ուժեղացնելու ենք մեր երկրի տնտեսությունը, բարեկեցություն ենք բերելու հայ ընտանիքներին և այնպես ենք անելու, որ հայերը էլ չգնան։ Ով ցանկանում է ապրել ադրբեջանցիների հետ, կարող է քվեարկել ՔՊ-ի համար։ Ով ցանկանում է հայկական վերջին հողը, մեր հայրենիքի 10%-ը պահպանել հայկական, ուժեղացնել, քվեարկում է ուժեղ Հայաստանի համար։